Ողջույն, դուք գտնվում եք մշակութային շրջանակում։ Մի անգամ գրող հրապարակախոս Զորի Բալայանը մի առիթով ասել է. երջանկությունն իրականացված երազանքն է։ Երազելու մասին է խոսում նաև մեր այսօրվա հերոսը։ Ինձ համար երջանկությունը դա մտքի հանգստություն է։ Սասուն Պասկևիչյան, երգահան։ Ծնվել է 1939 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ուսանողական տարիներից զբաղվել է երգարվեստով, բազմաթիվ սիրված ստեղծագործությունների հեղինակ է։ 1980-ից 2004 թվականներն ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում, որտեղ հիմնականում զբաղվել է լրագրությամբ եւ 1989 թվականից 2004 թվականներին կնոջ Գայանե Դավթյանի հետ հիմնադրել եւ ղեկավարել է Տելե Արմենիա հեռուստաժամը եւ Հայաստան մշակութային կենտրոնը։ 2004 թվականին վերջնականապես վերադարձել է Հայաստան։ Մտքի հանգստության նախապայմաններից մեկը ես համարում եմ ֆինանսական անկախությունը, որովհետև ճիշտ է ֆինանսները երջանկություն չեն բերում, բայց առանց ֆինանսների դա երջանկությունը կատարյալ լինել չի կարող։ Պարոն Պասկևիչյան, ինչպես հաճախ նշում եք, մշակույթի ոլորտում դուք ներկայացնում եք երգարվեստի ասպարեզը։ Հետևաբար թույլ տվեք հարցնել ըստ ձեր բարեփոխման բանաձևի, որոնք են երգարվեստում շուտափույթ կարգավորում պահանջող առաջնային խնդիրները։ Բոլոր ժողովրդների կամ ազգերի հանդեպ ունեմ իմ հարգանքը, բայց երբ որ օտարի մշակույթը գալիս է ու դառնում է հայկական ձևը, դա ես չեմ կարող։ Թուրքերենս երգում երգի թուրքերեն ներկայացնելով դու որպես ասենք այդ ժողովրդի մշակույթ, բայց երբ որ դու թուրքերը երգը վերցնում ես, բառեր ես փոխում ու նույնիսկ կատարում ես, անուններ չտան։ Facebook-ը բավականին լի է բազմաթիվ օրինակներով, ինչ է կատարվում։ Սա անհանդուրժելի է։ Մշակութային դաշտ ներխուժեց մինչև անգամ ոչ միջակությունը, այլ ամենացածր մասը։ Այսինքն այսպես ասած ճակերտավոր ստեղծագործողների եւ ասպարեզը մնաց արավայվայներին, յարջաններին, չգիտեմ, պատրոնտաժներին, ավլենթապեն փոշիներին եւ այլն, ու այսպես шарունակում է։ Что за репертуар у вас? Надо что-нибудь массовое петь, современное, как это? Трали-вали, тили-тили, это нам не тили-тили, это мы не трали-вали. Ասում են ճաշակին ընկեր չկա։ Եղբայր, բայց գոյությունն ունի ժողովրդի ազգի հավաքական ճաշակ։ Իսկ ինչ եք կարծում, որտեղ պետք է փնտրել այս խնդրի լուծումը։ Պետական մոտեցում է անհրաժեշտ։ Եվ քանի որ այդ մոտեցումը, այդ վերաբերմունքը չկա ու դաշտը մի քանի իմաստով կարելի ասել։ Դաշտը վակուում է, դաշտը մնացել է անջրդի, մնացել է խոպան, մնացել է բարձիտողի, ով ասած լսվում է եւ անում է այն, ինչ որ ինքն է ուզում։ Вы не оправдали оказанного вам высокого доверия. Невозможно работать. Вы даете нереальные планы. Это как его? Волюнтаризм. В моем доме не выражаться. А что я сказал? Մենք կարող ենք գտնել մի որևէ անձ, որը մեղադրում է գայլերին, որ գալիս են ոչխարներին են ուտում։ Այդ գայլի գործը ոչխարը փակ պահիր, որ չգա չուտի հսկիր քո հոտին եւ այլն։ Հիմա այս առումով ես մեծագույն տեղը հատկացնում եմ մտավորականների մտավորական մահապարտ ասելով նկատում եմ, որ նա ոչ միայն անզիջում է, այլև չի գնում կոմպրոմիսների, լավ արքես մի հատ կոչում տանք դու ձենդ կդրի, արքես մի հատ մեդալ տանք, մրցանակ տանք դու ձենդ կդրի, քեզ էլ քո մրցանակն էլ քո կոչումն էլ, որովհետև մտավորականում ես իմ գործը պետք է անեմ։ Այդ որ մեկը Սայաթնովան է կոչում ունեցել, Շերամն է կոչում ունեցել, Շահենը, Գուսան Աշոտը եւ այլն։ Բայց նրանք են մնացել պատմության մեջ։ Մեր հերոսատեսությունների մեծամասնությունը չի էլ հետաքրքրված, շահագրգռված, թե ինչ երգ է, ինչ երգ չի։ Ահա այսքան մարդ SMS են ուղարկել, երկիշտերի
երկերիչների մեծամասնությունն եւ հերոստատեսությունների մեծամասնությունները փողը տալիս են, ես փողն առնում եմ, այս երկը պետք է այսքան հաղորդվի, դնում են հաղորդում, փողն առնում են, սա է, ու հետո դուք եկալի որ այսինչ երկիչը առաջի տեղում է, ով ասել որ առաջի տեղում է։ Երբեմն օրինակ որ ինձ ասում են ինչ ելք ես գտնում, ինչպես պետք է դա վարվել, ես ասում եմ քրիստոսաբար, ասում են ներողամտությամբ ոչ։ Հիսուսը մտավ Երուսաղեմի տաճար եւ դուրս վռնդեց աղավնի վաճառներին, այդ առևտրականներին, շուռ տվեց սեղանները բան, չէ՞, ասել սա իմ հորտունն է եւ պետք է դուրս գաք։ Հիմա մտավորականությունը այդ բանը պետք է անի։ Ոչ թե մտավորականությունը գնա պետության դեմ հեղափոխություն անի կամ թե չես անի։ Դու ես ընտրել ես չես մարդուն, ուրեմն դու նաև տեր կանգնի քո ընտրածին ու ասա ոչ, դու սխալ ես սա անում, որովհետև ահա մենք 15 մտավորական կամ 30 կամ 40 կամ 50 գտնում ենք, որ հարցը սխալ է։ Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի խոսքի օրինակ երկարվեստով է թե ինչ է։ Ես միշտ երկարվեստն եմ առաջ բերել, որտեղ ինքս այդ բնակավարում եմ։ Ինչու ես դու նույնիսկ պետական միջոցառումների ժամանակ դուս ես գալիս ես ռաբիս եմ ասում, կամ օտար երկեր ես երկում։ Իսկ ես առաջարկում եմ, որ մի 15, 30, 40, 50 այդ մտավորականներից գնան որևէ մեկի անունները չտամ դրա համերգին, երբ որ նա սկսում է օտար երկ այդ մարդուն բարձրանալ բեմից եւ իջացնել ու դու սարից թե մի շարունակի, մի այլանդակիր մեր ազգին։ Բնականաբար սա այնտեղ մարդիկ կլինեն, որ դուք բազմազանությունից ու այս մարդկանց կբռնեն, շատ լավ կանեն, որ կբռնեն մտավորականներին։ Ապա դադավարություն կլինի այդ դեպքում, તો դադավարությունը, որ իմանանք թե ինչ են անում։ Չէ որ երբ որ Յանիկյանն էլ սատկացրեց Թալյատին, նրան կարակադրված էր, խփես ու չհեռանաս, կանգնիր, որպեսզի գան բռնեն, որպեսզի մարդ աշխարհն իմանա։ Հիմա մենք պետք է մեր ցավերը, մեր վերքերը ոչ թե թաքցնենք, վայ աման սուս խոսան բան հանգարտ չի իմանամ։ Ընդհակառակը պետք է վեր հանենք, որտեղ եթե դու վերքը փակես, ավելի կխորանա վերքը։ Ցավով նկատում եմ, որ վերջին 30 տարում մեր երկարվեստի ասպարեզում մի քանի բացառությունները չհաշված մեր ժողովրդական ժանրի երգեր չկան։ Ինչ որ երգում են հինը, մինչև եւ կարա սարեր կաղաչեմ, ծեմուտ ամպեր, կամ թե չէ էսին, զեփյորի նման, կամ էսին, լավ, ես մեր երկրի, ես մեր ստեղծագործող ժողովրդի, ստեղծագործական արգանդը չորացավ, իհարկե ոչ, իսկ ինչու չեն ստեղծագործում, չեն ստեղծագործում, որովհետև մենք սկզբից խոսեցինք, որ բանաստեղծները, բնականաբար ստեղծագործողները չեն կարող ապրել առանց հաց ու ջրի եւ միայն հաց ու ջրով։ Ապա մեր մոտ մշակութային քաղաքականություն կա թե չկա։ Տեսեք, ասում ենք մշակութային քաղաքականություն, մենք հաճախ խոսում ենք նաեւ քաղաքականության մշակույթ։ Սա ոչ միայն բառախաղ է, ոչ թե սոսկ բառախաղ է, այո, եթե կա քաղաքականության մշակույթ, կա նաև մշակութային քաղաքականություն։ Մեր մոտ ներկայումս Հայաստանում գոյություն ունի մշակութային քաղաքականություն։ Ես իմ կողմից հայտարարում եմ ոչ։ Մշակութային քաղաքականություն չկա, չունի, ով ինչ ուզում է, ոնց ուզում է, անում է։ Փողը տալիս է, անում է։ Բազարային հարաբերություններ են գրեթե բոլոր բնակավարներում եւ բազարներ ունի իր բազարայի օրենքները եւ ցավոք այդ օրենքները գործելով մեր մշակույթի դաշտում իր ավերներն է գործում։ Маленькие дети, ни за что на свете не ходите в Африку гулять. В Африке акулы, в Африке гориллы, в Африке большие крокодилы будут вас кусать, бить и обижать. Не ходите, дети, в Африку гулять. В Африке разбойник, в Африке злодей, в Африке ужасный բարբար։ Խնդրեմ, մեր նախագահը
ստեղծեց հանրային խորհուրդ։ Հանրային խորհուրդ շատ կուզենայի իմանալ, թե ինչով է զբաղված հանրային խորհուրդը, ինչ է անում հատկապես այս հարցերում։ Հասկանալ ես, ամի ընդարձակ թեմա է, ես պատրաստ եմ սրա մասին փաստերով հիմնավորապես ասել, որ հանրային խորհուրդը իր տեղում չէ։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչները մշակութային ամենաթողության մասին խոսելիս հաճախ արտահայտում են հետևյալ կարծիքը, թե իրենց տրված չեն օրենքով սահմանված այն լիազորությունները, որոնց օգտագործման միջոցով նրանք կարող են արգելել այս կամ այն մշակութային վանդալիզմը։ Ես իրավականի մասին չեմ կարող ստույգ ասել, բայց որ ասում է դա քո սրտի դավտարում էլ չի գրած, ինչ կարևոր է դա։ Եթե դա տեսնում է, որ սա տանում է ազգային մշակույթի, անընդհատ կրկնվում է, երկարվեստի մասին եմ խոսում։ Եթե սա տանում է մեր ազգային երկարվեստի ինչ-որ տեղ թուլացմանը, ոչնչացմանը, չգոյությանը, ու եթե մինչև անգամ նա իրավական բան չունի, նա պետք է խոսի, չէ՞, մտավորականները պետք է գնան ու ասեն ոչ։ Ես դեռ չեմ խոսում արատավոր մի շարք բաների մասին, որոնք առնչվում են մշակույթի հետ։ Մի կողմից գողականությունն է ծաղկում, մի կողմից հազար ներողություն, բառը չեմ ասում, անբարոյականությունն է, հետևից դա աղանդավորականությունն է, և առջևից էլ արտագաղթը, որ ես անդունդ եմ համարում, և այս բաց քառակուսում, պատահաբար չեմ օգտագործում բաց քառակուսում, տեղի են ունում նաև ուրիշ բաներ։ Սա այն ախտորոշումներից մեկն է, թե ինչ է կատարվում։ Եթե մեկը հակադարձի, որ չէ գողականություն չկա, օրվա մեջ գանում 2 ժամ հատկացրեք սերիալներին, կտեսնեք մեր գողականությունը։ Անբարոյականություն չկա, գնացեք, եսի մենք կոմագի են ասում, կամ թե չէ այս ինչ կամուրջը, այն ինչ կամուրջը, կամ հեղեղված են մեր և մամուլը, և ֆեյսբուքյան էջերը ամեն ինչ։ Արտագաղթ չկա, ահա որ պետական այրերից մեկը 2-3 ամիս առաջ հեռուստատեսությամբ անձամբ եմ ունկնդրել և ակնդրել, որ ասեց, որ վերջին 20 տարում Հայաստանից արտագաղթել է, Հայաստանից հեռացել են 1.200.000։ Եթե կա մեկը, որը արտագաղթը չի համարում եղեր, ես կբանավիճեմ դրա հետ։ Հիմա, երբ որ այս ամեն ինչը կա, և գողականությունը, և անբարոյականությունը, բազմազանություն, դուք պատկերացնում եք, անդրել են բազմազանություն, սրան դեռ չեմ ուզում անդրադառնալ, և կա այս աղանդավորությունը, միայն մտածեք, պետականորեն հայտարարվում է, որ մեզ մոտ 350.000 աղանդավոր կա։ Դա գիտեք ինչ է նշանակում, դա նշանակում է, որ մենք մեր երկրում 350.000 օտարի բանակ ունենք։ Ուզում եմ հիշել մեր Վիլյամ Սարոյանը մի ասացվածք ունի, ասում եմ, հայերը հեթանոս ազգ մնեն, որ հպարտանում են աշխարհի առաջին քրիստոնեական ազգը լինելով։ Մենք ակրկին չգիտենք քրիստոնեությունն ինչ է, մենք չգիտենք հավատը ինչ է, չգիտենք հավատալը ինչ է, և երբ որ հարյուրավոր տարիներ պետականություն չունենալու պայմաններում մեր ազգը գոյատևել է, դա իշնորհիվ մեր եկեղեցու է եղել։ Այսօր ինչու է մեր եկեղեցին գտնվում կասեի իներտ վիճակում, իներտ դերում։ Ինչ պատահեց, որ 350.000 աղանդավոր կա։ Բայց այս աղանդավորությունը սա ոչ թե խղճի, մտքի կրոնի ազատություն է, այլ հատուկ ծրագրված քաղաքականություն, որպեսզի մեր երկիրը քայքայեն։ Հնարավոր չեղավ պատերազմի միջոցով, անկախության միջոցով, որովհետև սովետը փլուզվեց ու հարկադրաբար բոլորը, այսպես ասած, անկախացան։ Ոչ թե մենք հաղթեցինք սովետին կամ բան,
եկեք մենք մեզ չխաբենք, հեքիաթներին չհավատանք, եկեք պատրանքներով չապրենք, պատրանքաթափ պետք է լինել, իրերը կոչել իր անվամբ։ Շոշափված թեմաներից առաջնային էր կարծես արտագաղթի թեման։ Ինչ կասեիք մեր այն հայրենակիցներին, ովքեր բռնել են այդ ուղին։ Մեր հայրենիքն է, մեր մայրն է, մեր հայրն է, հիվանդ է, վիրավոր է, վատառողջ է, մերն է։ Եվ եթե մեկը հեռանում է իր հիվանդ, վիրավոր հայրենիքից, ով բայց նա իրեն չի ներում հետագայում։ Ես դիմում եմ մեր ժողովրդին, խնդրում եմ, աղաչում եմ, մի հեռացեք Հայաստանից, մի հեռացեք հայրենիքից։ Շատերը կասեն ձայնը տակ տեղից է գալիս։ Չէ, ես 24 տարի ապրել եմ Լոս Անջելեսում, 1980 թվականից մինչև 2004 թվականը 30 անգամ գնացել եկել եմ, արդեն 8 տարի է, ընտանիքս 2002-ին բերեցի։ Ես իմ հայրենիքում եմ։ Քաղաքացիությունը իմ ամերիկյան է եւ վաղը կարող եմ գնալ աշխարհի ցանկացած երկիրը եւ իմ երեխաները, կինս, տղաս, աղջիկս կարող են գնալ։ Սա մեր հայրենիքը։ Հայաստանից, մեր հայրենիքից աշխարհում լավ տեղ չկա։ Մշակութային շրջանակում Սասուն Պասկևիչյանն էր։ Սպասեք, ամեն ինչ դեռ առջևում է։ Կհանդիպենք կենտրոնի եթերում։